Յուրաքանչյուր մարդու մոտ կյանքի ընթացքում կարող է զարգանալ փսորիազ։ Ինչ հիվանդություն է սա։ Այս մասին կզրուցենք մաշկաբան Էդվարդ Ավագյանի հետ։ Բարև ձեզ, բժիշկ։ Բարև ձեզ, Անիջան։ Ինչ է ինձ ներկայացնում փսորիազը։ Քրոնիկ հիվանդություն է փսորիազը, կրկնվելու հակումով, գենետիկ նախատրամադրվածությամբ, ուղղակի այդ արտահայտության հետ մի քիչ վերապահումով կհամաձայնվեմ, երբ որ ասում ենք, որ յուրաքանչյուր մարդու մոտ կարող է լինել փսորիազ։ Փսորիազ կարող է առաջանալ այն մարդու մոտ, ով որ կրում է փսորիազը պայմանավորող գենը։ Ընդ որում, նույնիսկ հիվանդը կամ մարդը կարող է կրել փսորիազի գենը, բայց չհիվանդանալ այդ հիվանդությամբ, պարզապես հանդիսանա կրող, փոխանցի սերունդներին եւ սերունդներից որևէ մեկի մոտ նպաստող գործոնների ֆոնին այս հիվանդությունը զարգանա։ Այդ առումով շատ կարևոր է հասկանալ, թե այդ որոնք են նպաստող գործոնները, որոնք կարող բերեն փսորիազի գենի ակտիվացման ու փսորիազի առաջացման, ու հենց այդ նպաստող գործոնների ազդեցության ժամանակ է, որ կարող է զարգանալ հիվանդությունը։ Նախ եւ առաջ ստրեսը։ Ստրեսը ամենամեծ գործոնն է ու այս վերջին ժամանակներում մենք նկատում ենք հատկապես Հայաստանում փսորիազի դեպքերի համեմատական աճ պայմանավորված վերջին դեպքերի ստրեսային իրավիճակների հետ, պատերազմ եւ այլն։ Քաշի ավելցուկը ոչ միայն նպաստող գործոն է փսորիազի զարգացման, քաշի ավելցուկը նաեւ վտանգավոր է այն առումով, որ փսորիազով հիվանդների մոտ, հատկապես եթե նրանք ունեն քաշի ավելցուկ, սիրտ-անոթային հիվանդությունների, շաքարային դիաբետի առաջացման հավանականությունը մի քանի անգամ ավելի բարձր է։ Վերին շնչառական ուղիների հիվանդություններ, սուր կամ քրոնիկական հիվանդությունների սերացում, սկսած ամենահասարակ, հարբուխից, վերջացրած ավելի ծանր կլինի հայմորիտով, կլինի նշիկների բորբոքումով եւ իհարկե մաշկի վնասվածքները եւս կարող են բերել վնասված հատվածում փսորիատիկ ցանի առաջացման։ Սրանք են հիմնական նպաստող գործոններն են, որոնք կարող բերեն թե փսորիազի սկսման, թե սերացման։ Ասացիք շատացել են դեպքերը, դա որ տարիքի մարդկանց մոտ է, որովհետև 2017 թվականին կարծեմ վիճակագրական տվյալներով 0-ից 10 տարեկանների մոտ է շատ տարածված։ Առհասարակ աուտոբորբոքային կամ բորբոքմամբ ընթացող հիվանդությունները ավելի հաճախ դիտվում են այն տարիքային խմբերում, երբ որ մարդու իմուն համակարգը ավելի ակտիվ է գործում։ Դա սովորաբար 20-ից 30 տարեկան հասակն է, եւ Հայաստանի վիճակագրությունը չի տարբերվում միջազգային վիճակագրությունից այդ առումով, եւ ավելի հաճախ փսորիազը սկսվում է հենց այդ տարիքային շրջանում, եւ այստեղ մի առիթ օգտագործեմ, քանի որ ասեցի բորբոքային հիվանդությունը, պատմեմ, թե դա ինչ է նշանակում այդ աուտոբորբոքային հիվանդությունը, քանի որ դա շատ կարևոր է նաև այն առումով, որ մենք հասկանանք, թե ինչ ենք օգտագործում այս կամ այն բուժման միջոցը փսորիազի ժամանակ, դրա մասին մանրամասն հետո կխոսեմ։ Հիմա նայեք, ինչ է նշանակում աուտոբորբոքային, այսինքն սեփական իմուն համակարգը հիվանդի, սեփական մաշկի, իսկ փսորիատիկ արթրոպաթիայի ժամանակ նաև հոդերի դեմ բորբոքում է առաջացնում, ինչ պատճառով նշածս նպաստող գործոնների ֆոնին։ Ավելի պարզ, ավելի մատչելի նկարագրությամբ ասեմ, ենթադրենք տվյալ բուժառուն հիվանդանում է հարբուխով, որի ժամանակ իր իմուն համակարգը ակտիվ, պայքարում, աշխատում է։ Ցավոք այդ իմուն համակարգի ողջ ուժը վերջում գնում, խփում, հարվածում է սեփական մաշկի վրա եւ առաջանում են այդ փսորիատիկ վահանիկները մարմնի տարբեր հատվածներում։ Այսինքն դուրս է գալիս իր սեփական իմունիտետը իր դեմ է աշխատում։ Այդ դրա համար շատ հաճախ փսորիազի բուժման ժամանակ մենք օգտագործում ենք իմունիտետը ճնշող դեղորայքներ, կամ տեղային թեթև դեպքերի դեպքում, կամ համակարգային ծանր դեպքերի ժամանակ։ Մի շարք խնդիրներ թվարկեցիք, որոնք պատճառ են դառնում փսորիազի, բայց ամենատարածված պատճառը ո՞րն է։ Ստրեսը։ Ամենատարածված ու ամենաուժեղ գործոնը ստրեսն է։
Հետո այստեղ շատ կարևոր է նաև տարիքային փուլերը, թե որ տարիքում է սկսում։ Օրինակ մանկական տարիքում պսորիազի սկսման, այսինքն պսորիազը պայմանավորող գենի ակտիվացմանը նպաստում են ինֆեկցիոն հիվանդությունների, վերին շնչառական ուղիների։ Ավելի հասուն տարիքում, այդ 20-ից 30 եւ ավելի մեծ տարիքում, երբ որ սկսում է, դրան նպաստում է ստրեսը։ Շատ ավելի մեծ տարիքում, հատկապես այն մարդկանց մոտ, ովքեր հակում ունեն շաքարային դիաբետի կամ ունեն սիրտանոթային հիվանդություններ եւ դրա հետ միաժամանակ ունեն նաեւ քաշի ավելցուկ, հենց ինքը քաշի ավելցուկը կարող հանդիսանա նպաստող գործոն կամ նպաստող ֆոն, որպեսզի պսորիազը զարգանա։ Քանի որ մաշկային հիվանդություն է համարվում, այդ տեսքից խոսենք, ինչպիսին է լինում մարդիկ ինչպես հասկանան, որ իրենց մոտ պսորիազը։ Շատ դեպքերում, գերազանցող դեպքերում պսորիազը ունի տիպային դրսևորում։ Եվ նույնիսկ ոչ պարտադիր բժշկական կրթություն, ել չեմ ասում մաշկաբանական կրթություն ունեցող բուժառուներ, որոնք այս կամ այն չափով շփում են ունեցել պսորիազի հետ, կարող են վիզուալ ճանաչել պսորիազը կամ տարբերակել։ Հիմա, որոնք են այդ տիպային տեղերը, որտեղ կարա պսորիատիկ ցանը դրսևորվի, դրանք արմունկների եւ ծնկների տարածիչ մակերեսներն են։ Գլխամաշկի մազածած հատվածը։ Սրանք են հիմնական տեղերն են, բայց բառացիորեն գրեթե ոչ մաշկային ծածկույթը կամ ինչու գրեթե հենց այդպես էլ կա, ամբողջ մաշկային ծածկույթը կարող է ընդգրկվել process-ի մեջ եւ ամբողջ մարմնին առաջանան պսորիատիկ ցանավորումներ։ Իսկ ինչպես են դրսևորում այդ պսորիատիկ ցանավորումները, կոչվում են պսորիատիկ վահանիկ, պսորիազային վահանիկ։ Սա իրենց ներկայացնում է կարմիր, բորբոքային մի ցանավորում, պատված սպիտակ, այլ կերպ ասած արծաթասպիտակավուն թեփուկներով։ Հաճախ քոր եկող, բայց ոչ պարտադիր միշտ։ Ու կան որոշակի տեղակայումներ պսորիազի, որոնց ժամանակ պսորիազի ախտորոշելը տարբերակիչ, բավականին դժվար է լինի նույնիսկ մաշկաբանի համար։ Օրինակ, երբ որ տեղակայված է միայն գլխամաշկի մազածած հատվածին։ Այդ ժամանակ տարբերել պսորիազը այլ մաշկային հիվանդություններից, որոնք ելի կարան տեղակայվեն գլխամաշկի մազածած հատվածին, օրինակ սեբորեային մաշկաբորբ եւ այլն, բավականին դժվար է լինում։ Մենք օգտագործում ենք այդ ժամանակ լրացուցիչ հետազոտության այլ եղանակներ, դրանց մասին կասեմ, կամ երբ որ տեղակայված է ծալքային հատվածներին, անութափոսերին, թևատակերին, այսինքն կանանց մոտ կրծքերի ծալքերին, կրկին դրսևորում է այս պարագայում, տիպային չէ, նույնիսկ այդ ժամանակ թեփուկներ էլ չեն առաջանում։ Կարող է նմանվել դասական սնկային process-ի, շփոթեցնելով ու ախտորոշման համար դժվարություններ ստեղծելով։ Այս ժամանակ մենք ինչ ենք օգտագործում ախտորոշումը հաստատելու համար, հիմնականում 3 եղանակ։ Առաջինը նախ եւ առաջ թեփոտված մակերեսի քերում, շպատելով կամ ինչ-որ այլ միջոցով քերում ենք մակերեսը եւ երբ որ ստանում ենք տիպային 3 սիմպտոմ քերելու ժամանակ, դա մենք անվանում ենք պսորիատիկ տրիադա կամ աուսպիցի տրիադա։ Մենք հաստատում ենք ախտորոշումը։ Երկրորդ տարբերակը դերմատոսկոպիկ հետազոտություն։ Մի գործիք է խոշորացույցի նման, որով մաշկի շերտերը մենք կարողանում ենք խորությամբ զննել, հետազոտել, եւ եթե այդ դերմատոսկոպիկ զնմամբ երևում են տիպային նշաններ, ապա կրկին ախտորոշումը հաստատում ենք։ Եվ երրորդ ամենաճշգրիտ հետազոտման եղանակը դա բիոպսիա հյուսվածաբանական հետազոտությամբ, այսինքն այդ հատվածից կտոր է վերցվում եւ ուղարկում հետագա հյուսվածաբանական հետազոտմամբ։ Հիմնականում այս 3 եղանակ, այլ հետազոտություններ, արյան հետազոտություններ կլինի, չգիտեմ, ինչ որ կատե հետազոտություն, MRT հետազոտություն, մի խոսքով, այլ հետազոտություններ, որոնց միջոցով հնարավոր կլինի հաստատել կամ հերքել պսորիազը, բացի այս 3-ից, գոյություն չունի։ Պսորիազը ունի տեսակներ եւ դրանց արտահայտման ձևերը նույնն են, միշտ թե տարբեր։ Շատ լավ հարց է, ունի տեսակներ ու շատ հաճախ ընդ բազմա պիսությունը պսորիազի երբեմն հիվանդների մոտ հարցեր է առաջացնում, քանի որ բոլորին թվում է պսորիազը մի տեսակի է եւ երբ որ այդ մի տեսակից այդ դասական ձևից
շեղված այլ դրսևորումներ են լինում, դա արդեն խնդիրներ է առաջացնում։ Իհարկե ամենահաճախ հանդիպող տեսակը դա հասարակ պսորիազն է կամ վուլգար պսորիազ ասվածն է, որ ես նկարագրեցի, այդ արմունկների, ծնկների ծալիչ, տարածիչ մակերեսներին եւ այլն տեղակայված թեփոտված մակերեսով էլեմենտներն են։ Կարող է լինել կաթիլանման պսորիազ, որը հենց ինչպես անունն է հուշում, դրսևորվում է փոքրիկ հանգուցիկներով, այդ էլեմենտներով, էլի պատված թեփուկներով, բայց սրանք կարծես թե կաթիլի նման կաթացված լինեն ամբողջ մաշկային ծածկույթի վրա։ Կաթիլանման պսորիազը իդեպ շատ ավելի մեծ կապ ունի բերանի խոռոչի առհասարակ վերին շնչառական ուղիների հիվանդությունների հետ, քան թե օրինակ հասարակ պսորիազը։ Կարող է լինել շրջված ձև կամ ծալքային ձև, այսպես ասած, երբ որ տեղակայված է լինում ծալքերին։ Կարող է լինել ափաներբանային ձև, տեղակայում է հիմնականում կամ միայն ափերի ու ներբանների մակերեսին ու ընդ որում այդ պարագայում էլ է բավականին դժվար լինում հստակ ախտորոշել սա ափաներբանային պսորիազ է, սնկային հիվանդություն է, էկզեմա է, թե կերատոդերմիա է, բավականին դժվար է այս դեպքում հստակ ախտորոշումը եւ շատ հաճախ մենք այս պարագայում դիմում ենք հենց այդ հյուսվածաբանական հետազոտության։ Պսորիազի ժամանակ կարող են ախտահարվել նաեւ եղունգները։ Տվյալ դեպքում մենք խոսում ենք պսորիատիկ օնիխոտ դիստրոֆիա տերմինի մասին, իսկ եղունգները շատ հաճախ կարող են փոփոխվել, օրինակ մատնոցի նման մանր ծակոտիներով պատած։ Պսորիազի ժամանակ կարող են ախտահարվել հոդերը, տվյալ դեպքում մենք խոսում ենք պսորիատիկ արտրոպաթիա կոչվող խնդրի մասին, ու այս ժամանակ արդեն մեզ օգնության են հասնում, բուժառուներին օգնության են հասնում արդեն ռևմատոլոգները։ Մի խոսքով պսորիազը, ինչպես հասկանում եք, մենք ինքը բազմակոմպոնենտ հիվանդություն է, որի ժամանակ բազմաթիվ մասնագետների լրացուցիչ խորհրդատվության կարիք է զգացվում, ինչպես ասացի, ռևմատոլոգների, էնդոկրինոլոգների, սրտաբանների եւ այստեղ հիվանդի վարումը իրականում միջդիսցիպլինային տարբեր մասնագետների օգնություն է պահանջում։ Քանի որ այն ուղեկցվում է կարմրությամբ հիմնական այդ բնութագրիչ հատվածը, սովորական ալերգիաները որ լինում են, իրենք օրինակ գարնանը կարող են լինել, աշնանը չլինել։ Սա էլ է այդպես կարող է լինել։ Լավ հարցեր, սեզոնայնությունը շատ հաճախ բնորոշ է պսորիազին։ Մենք տարբերում ենք ամառային եւ ձմեռային, ինչպես նաեւ խառը ձև ըստ սեզոնի դրսևորման։ Ամառային ձևի ժամանակ պսորիազը ակտիվ է ավելի հաճախ տաք եղանակին, ձմեռային ձևի ժամանակ ձմռանը ու որպես կանոն վիճակագրորեն ձմեռային ձևը ավելի թեթև է ընթանում ամառային ձևի համեմատ, բայց կարա լինի նաև խառը ձև, երբ որ սեզոնը բարձրաձև բնորոշ չէ։ Տարին 12 ամիս տվյալ պացիենտի մոտ պսորիազը ակտիվ է, չկա օրինաչափություն դրսևորումների, սա երևի թե ավելի ամենածանր, ավելի բարդ տեսակն է պսորիազի, ու ընդ որում մի նյուանս էլ կա, օրինակ ձմեռային ձևով պսորիազ ունեցողների մենք հաճախ խորհուրդ ենք տալիս ամռանը գնալ հանգստանալ ծովափ, որովհետև դա բավականին թեթևացնում է ցանավորումների դրսևորումները, ինչը չեն կարող խորհուրդ տալ իհարկե ամառային ձև ունեցողներին։ Սնունդը կարող է պսորիազի պատճառ դառնալ, որովհետև դեպք է եղել, մեկը սունկ էր կերել, որը ժամանակ անց թուլություն էր զգացել, հետո ցաներ առաջացել։ Կոնկրետ որևէ սննդատեսակից, որ առաջանա պսորիազ, չէ։ Այդպես չի կարող լինել։ Այստեղ սնունդը կարևոր է այնքանով, որքանով այդ սնունդը կարող է առաջացնել քաշի ավելցուկ։ Այսինքն անուղղակիորեն սնունդը կարող է բերել պսորիազի վիճակի վատթարացման կամ սրման, պարզապես բերելով քաշի ավելցուկի ճարպակալման։ Հետևաբար պսորիազով հիվանդը որպես այդպիսին սննդակարգը իր մեջ ներառում է այնպիսի սննդատեսակներ, որոնք ոչ միայն չեն բերի քաշի ավելցուկի, այլ հակառակը կբերեն քաշի նվազման։ Սա է ենթադրում պսորիազի
սննդակարգ դիետա կոչվածը, այլ սննդակարգեր, որոշ գրականության աղբյուրներում կան, չգիտեմ, այնպիսի դիետաներ, հատկապես ռուսական կամ սովետական աղբյուրներում, չգիտեմ, լոլիկ չուտել, բադրիջան չուտել եւ այլն։ Նու կծուն էլի հասկանալի է որպես գրգռիչ, բայց կարտոֆիլ չուտել, բայց դա չունի հիմնավոր ապացուցված ապացույցներ, լավ էսպես ասեմ, չունի ապացույցներ, որ կարող է բերել պսորիազի ակտիվացման կամ հակառակը։ Ալկոհոլն ու ծխախոտը ինչ դեր ունեն։ Առհասարակ ցանկացած բորբոքային process-ի ժամանակ ալկոհոլը, կծուն, քաղցրը իրանք համարվում են նպաստող գործոններ։ Իսկ ծխախոտը, դե ծխախոտի մասին խոսք գնալ չի կարող, ծխախոտը առհասարակ էական չի, հիվանդ է թե հիվանդ չէ, հակացուցված է, վատ է, ցանկալի չէ, պսորիազով հիվանդների մոտ առավել եւս, քանի որ նորից նշեմ, պսորիազը կոմորբիդ հիվանդություն է, այսինքն պսորիազով հիվանդի մոտ սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման հավանականությունը բարձր է։ Դե պատկերացեք, եթե նա նաև սկսի ծխել, այդ ժամանակ այդ ռիսկը սրտամկանի ինֆարկտի զարգացման եւ այլն մի քանի անգամ ավելի մեծանում է։ Հիվանդությունը չբուժելու դեպքում ինչ բարդություններ կարող են առաջանալ։ Նախ եւ առաջ այն կարող է տարածվել, այսինքն ընդգրկել մեծ մակերեսներ, հատկապես եթե հիվանդը բուժառուն չի պահպանում այն կանոնները, որոնք պետք է պահպանեն պսորիազով հիվանդները, կարող է տարածվել, դա բերել կյանքի որակի վատթարացման։ Երկրորդ, կա ռիսկ, կամ եթե նույնիսկ զարգացել է պսորիազիկ արթրոպաթիա, ապա արթրոպաթիան կարող է բերել նույնիսկ հաշմանդամեցման։ Երրորդը, հոգեբանական ֆակտորը շատ մեծ դեր է խաղում, քանի որ ցավոք առ այսօր, ինչքան էլ մենք այդ տեղեկատվությունը աչուձախ մատուցում ենք, բայց առ այսօր պսորիազով հիվանդները ենթարկվում են խտրական վերաբերմունքի հասարակության կողմից, քանի որ նրա դրսևորումները հիմնականում տեսանելի հատվածներում են, ձեռքերին, դեմքին էլ կարող է լինել, եւ մարդիկ վանվում են տվյալ հիվանդներից, չեն ուզում կպնել, ձեռք տալ, մտածելով, որ վարակիչ է։ Եվ հենց այս առիթն էլ օգտագործեմ ու ասեմ, որ ոչ, պսորիազը վարակիչ հիվանդություն չէ։ Պսորիազով հիվանդը չի կարող իր հիվանդությունը փոխանցել շրջապատող մարդկանց։ Այդ առումով հասարակությունը պետք է մի քիչ ըմբռնմամբ մոտենա տվյալ հիվանդներին, բայց ցավոք ամեն դեպքում պսորիազով հիվանդները ենթարկվում են այդ խտրականության եւ դրա հետևանքով նաեւ հոգեբանական ճնշումների եւ դրա հետևանքով նաեւ կյանքի որակը ել ավելի է նվազում։ Կրկնակի եռակի ստրեսի արդյունք։ Այո։ Բուժման եղանակները որոնք են։ Ինչպես սկզբում ասացի, քանի որ պսորիազը աուտոբորբոքային հիվանդություն է, բուժումը ենթադրում է իմուն համակարգի ճնշում։ Ու պսորիազի բուժման գրեթե բոլոր եղանակները իրենք ունեն մեկ նպատակ՝ ճնշել իմուն համակարգը։ Թեթև դեպքերում, թեթև աստիճանի ժամանակ, երբ որ ունենք փոքր մակերես ընդգրկվածության, մենք օգտագործում ենք տեղային իմունոճնշիչ միջոցներ։ Օրինակ տեղային ստերոիդներ, այսպես կոչված հորմոններ տեղային, կան նաև այլ մեթոդներ։ Ծանր դեպքերում, երբ որ մակերեսը մեծ է եւ հնարավոր չէ օգտագործել այդ տեղային միջոցները այդ մեծ մակերեսի վրա, օգտագործում են համակարգային իմունիտետը ճնշող միջոցներ, բայց իհարկե ոչ համակարգային հորմոնալ միջոցներ։ Սա շեշտեմ, որ պսորիազի ժամանակ համակարգային հորմոններ օգտագործելը խիստ հակացուցված է։ Ինչու՞, որովհետև ճիշտ է, նա շատ արագ բերում է վիճակի թեթևացման կամ լավացման, բայց դրա հանումը մի քանի անգամ վատթարացնում է վիճակը։ Դրա համար կատեգորիկ մոռանում ենք հորմոնների մասին, համակարգային հորմոնների մասին պսորիազի բուժման ժամանակ։ Բարեբախտաբար կան այլ մեթոդներ, որոնք ունեն ավելի քիչ կողմնակի էֆեկտներ ու նույնիսկ հիմա
ժամանակակից բժշկությունը առաջարկում է ել ավելի նորագույն, ավելի թիրախային, ավելի քիչ կողմնակի էֆեկտներով բուժման մեթոդներ, որը կոչվում է հակացիտոկինային, որոնց օգտագործումը մեծ արդյունավետություն ունի եւ շատ հեշտ է, նույնիսկ հիվանդը ինքը կարող է տան օգտագործել դա։ Կա նաեւ ֆոտոթերապիա կոչված բուժման մեթոդը, որ ժամանակ psoriazով հիվանդը արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների որոշակի սպեկտր է ճառագայթվում, դա ունի հակաբորբոքային ազդեցություն, հարմար է, հեշտ է, անվնաս է համեմատաբար, արդյունավետությունը քիչ չէ։ Բուսական ծագման դեղորայքով կամ արևելյան բժշկության օգնությամբ բուժել հնարավոր է։ Ամեն ինչով հնարավոր է բուժել, բայց ցավոք կամ բարեբախտաբար մենք պետք է ապավինենք ապացուցողական բժշկությանը, այսինքն բուժման այն մեթոդներին, այն եղանակներին, որոնք առաջինը ունեն ապացուցված անվտանգություն եւ երկրորդը ապացուցված արդյունավետություն։ Ձեր նշած բուժման եղանակները դա կլինի բուսաբուժությունը, չգիտեմ, հեքիմաբուժությունը եւ այլն, իրանք չունեն ապացուցողական հենք։ Եվ հետեւաբար մենք չենք կարող օգտագործել դրանք բուժման նպատակով։ Կան իհարկե որոշ բժիշկներ, որոնք օգտագործում են, որոնք այդ եղանակով բուժում են, բայց սա կարելի է համեմատել կրակի հետ խաղանելու հետ։ Քանի որ բավոր դրանք անվտանգ չեն, բավոր դրանք քաղցկեղածին են, ով է հետազոտել, ոչ ոք։ Հետևաբար ես խորհուրդ կտամ բուժվել այն մեթոդներով, որոնք որ ունեն ապացուցողական հենք։ Իսկ դա իմ մինչև այդ նշածներն են։ Հիմա ծուռը նստենք ուղի խոսենք, ձեզ չեն դիմում արդյոք այդ բուսական միջոցներին դիմելուց հետո։ Իհարկե դիմում են, շատ են դիմում։ Ու այս վերջերս նույնիսկ այնպիսի բուժառուներ են դիմում, կարելի է ասել խաբված բուժառուներ են դիմում, ում որոշ բժիշկներ ճակերտավոր ասել են, որ բուժեն psoriaze-ը լիարժեք։ Եվ ասեմ իմիջիալոց, որ psoriaze-ը ցավոք չունի վերջնական կամ լիարժեք բուժում։ Ցանկացած բուժական մեթոդ, նույնիսկ ելի եմ ասում ձեր ասած այդ բուսաբուժական կամ այս նորագույն իմ նշած մեթոդները չեն լուծում psoriaze-ը վերջնական, պարզապես թեթևացնում, հանգստացնում, հանց են կացնում հիվանդին ախտադադարի շրջան, ռեմիսիայի շրջան։ Որքան այդ ռեմիսիան կպահպանվի, արդեն կախված է շատ դեպքերում նաև բուժառուից։ Մեկի մոտ մի ամիս, մեկի մոտ մի տարի, մեկի մոտ 10 տարի, կախված նրանից, թե այդ նպաստող գործոնների իմ նշած ճարպակալումը, ստրեսը, վերին շնչառական ուղիների ինֆեկցիոն հիվանդությունները, մաշկի տրավմաները ինչքանով հաճախ կառաջանան տվյալ բուժառուի մոտ։ Այդքանով հաճախ էլ սրացումները տեղի կունենան։ Զրույցի սկզբում նշեցիք, որ գենետիկ հիվանդություն է, այսինքն դա 7-րդ են կողմից կարող է գալ դիպչել, թե օրինակ ծնողները կարող են ունենալ երեխայի մոտ լինի։ Տեսեք, գենետիկ նախատրամադրվածությամբ հիվանդություն է։ Հաստատվել են մոտավորապես 9-10 գեներ, psor գեներ են կոչվում դրանք, որոնք պայմանավորում են այս հիվանդության առաջանալը։ Եվ կա այսպիսի մի հասկացություն, կոչվում է պենետրանտություն։ Դա ինչ է իրենց ներկայացնում, դա հավանականությունը, որ այս որևէ մի հիվանդության առաջանալը ինչքանով է կախված գեն կրելու պարագայում, psoriaze-ի ժամանակ դա ընդամենը կազմում է 3%։ Այսինքն 100 հոգի կրի psoriaze պայմանավորող գենը, 100 հոգուց ընդամենը 3 հոգին կհիվանդանա։ Այն մնացած 97 հոգին սերնդե սերունդ պարզապես կփոխանցեն այդ գենը։ Այդ գենը կակտիվանա երեխայի մոտ, թոռան մոտ, ծոռան մոտ, թե չգիտեմ ձեր ասած 7 պորտ հետո խիստ անհատական է, անկանխատեսելի է եւ նորից ասեմ կախված է նրանից, թե այդ նպաստող գործոնները գենի ակտիվացման երբ կստեղծվեն։ Հետևաբար մի քանի կետով նշենք, այսինքն ինչ չպետք է անեն, որpեսզի այն չարտահայտվի, թե եթե անգամ կա այդ գենը։ Նախ չկա այդպիսի հետազոտություն Հայաստանում, որը կարող են պարզել
այս պացիենտը ունի պսորիազի գենը, թե չունի պսորիազի գենը, բայց ենթադրենք, եթե գենետիկան ծանրաբեռնված է, հա, այդ բուժառուի ծնողների մոտ կա պսորիազ, ինքը չունի եւ ուզում է կանխել պսորիազի զարգացումը, առաջին հերթին առողջ ապրելակերպ։ Դա նշանակում է հրաժարվել ծխախոտի օգտագործումից, դա նշանակում է ակտիվ սպորտային կյանք, որպեսզի չունենա քաշի ավելցուկ, դա նշանակում է օրգանիզմի կոփում, որպեսզի վերին շնչառական ուղիները չենթարկվեն բորբոքային հիվանդություններին եւ հնարավորության չափով ստրեսից հեռու մնալ։ Իհարկե, այս վերջին ամենադժվարն է, եթե չասեմ անհնարինը, բայց այն առաջին 3 իհարկե բուժառուի ձեռքինն է։ Դրանք եթե պահպանվի, հավանականությունը պսորիազի զարգացման նվազում է։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Մենք զրուցում էինք մաշկաբան Էդվարդ Ավագյանի հետ։